Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 16։ Ով տիրոջը սիրողներ, ատեցեք չարը, նա պահում է իր սուրբերին անձերը, ամբարիշտների ձեռիցը կփրկի նրանց։ Սաղմոս 97-րդ գլուխ 10-րդ խոսք։ Երրորդ մեծ նպատակը մարդկանց մեղքից հետ պահելն ու երկյուղով լցնելն է, որպեսզի նրանք ատեն մեղքը և համաձայնեն իրենց վիզը դնել Քրիստոսի լծի տակ։ Աստված մարդու սրտում դժոխքի որոշ կայծեր է բորբոքում նրա մեղքը բացահայտելով որպես պատրաստ միջոց, որպեսզի նա այսուհետև երկյուղածությամբ ապրի, իմանալով, թե որքան դառը բան է Տիրոջից հեռանալը։ Այդ պատճառով էլ հանգիստ է խոստացվում հոգնածներին, պայմանով, որ նրանք վերցնեն Քրիստոսի լուծը իրենց վրա։ Առեք իմ լուծը ձեզ վրա և սովորեցեք ինձանից, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր հոգիների համար հանգիստ կգտնեք։ Եվ Աստված առաջարկում է մարդկանց ընդունել որպես իր ժողովուրդ և լինել նրանց Աստված ու Հայր, պայմանով, որ նրանք Բելիարին, այսինքն չարին, սատանայական իշխանությանը, չտան խաղաղ բնակության տեղ իրենց մեջ։ Ինչ հաղորդակցություն ունի արդարությունը անօրենության հետ, ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, ինչ համաձայնություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ։ Ուստի դուրս եկեք նրանց միջից և առանձնացեք, ասում է Տերը, և անմաքուր բանին մի դիպչեք, և ես կընդունեմ ձեզ, և ես ձեզ հայր կլինեմ, և դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք, ասում է Ամենակարող Տերը։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-18 խոսքեր։ Չորրորդ մեծ նպատակը մարդկանց հասցնելն է այնպիսի վիճակի, որ նրանք համբերությամբ և երախտագիտությամբ հնազանդվեն Տիրոջ իրենց վարդապետի յուրաքանչյուր կամքին։ Այլ կերպ ասած, Աստծո օրենքի և խրատի գործը ոչ միայն մեղքը բացահայտելն ու մարդուն դեպի Քրիստոսը բերելն է, այլև հավատացյալի սիրտը ձևավորել այնպես, որ նա սիրով, համբերությամբ և գոհությամբ ընդունի այն ամենը, ինչ Աստված տնօրինում է իր կյանքում։ Սա յուրօրինակ և զարմանալի խոսք է։ Այն ժամանակ դու կհիշես և կամաչես և այլևս երբեք չես բացի բերանդ քո ամոթի պատճառով, երբ ես ողորմեմ քեզ քո բոլոր արածների համար։ Սեփական ստորության և արժանի պատժի տեսարանը մարդուն ստիպում է լռել և ձեռքը դնել բերանին, անկախ նրանից, թե Աստված ինչ է անում նրա հետ։ Ես համր էի և չբացեցի բերանս, որովհետև դու սա արեցիր։ Աստված մեզ ավելի քիչ է պատժել, քան մեր անօրենությունները արժանի են։ Ես կկրեմ Տիրոջ բարկությունը, որովհետև մեղանչել եմ։ Միքիա 7-րդ գլուխ 9-րդ խոսք։